Երեխեք ջան։ Այս թրջվել է։ Յանդա։ Մերեն ջանի։ Ես խոսալ ու բան ունեմ, խոսալ։ Էսա խոսանք։ Բարև ձեզ երեխեք ջան։ Մի հատ քարտեզ տվեք Լեո։ Երեխեքին թխվածքով քարտեզ։ Մեկը թող օգնի քեզ արագ արեք։ Ով վերցնում է հասնի օգնում։ Ով վերցնում է դուսեք եք որ երեխեք։ Եկեք երեխեք։ Թխվածք տուր դու, մենակ թխված տուր։ Վերցրեք երեխեք։ Թխվածք տուր։ Երեխեք թրջվել եք դուք։ Վերցրեք։ Այսպես դուրսարի, այսպես Թխվածք տուր։ շուշուտ։ Անահիտը մի ձեռով բռնես կանտը։ Ահա, թող։ Բարև ձեզ, էլի, Լեո, էլի։ Բարև վարչապետ կարող ենք նկարվել։ Հա, իհարկե։ Բայց կարաք հիմա արագ կազմակերպեք։ Հիմա նկարում ենք։ Բարև երեխեք ջան, լավ եք։ Նայենք նկարում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում երեխեք ջան։ Չմրսեք լսեք։ Բարև եղբայր ջան։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, մերսի, շնորհակալություն։ Բարև ձեզ երեխեք ջան։ Էստր։ Չկա։ Ով վերցնում է երեխեք ջան, դուք եկեք որ Քարտեզ։ Մի րոպե։ Թխվածք չկա էլ։ Չեմ ասեի Երեխեք ջան։ Նկարդի կարաս արագ նկարես։ Երեխեք։ ասում հետ կանգ։ Չես ասցնի նկարվեց սպասեք։ Այսպես կո ինչ է հանցավ։ Քեզ չի ասել։ Հա, ունեմ։ Վերցրեք երեխեք փոխանցեք։ Մենք ճամպային կանցել։ Նայրա։ Դուսարի, այսպես դուսարի։ Քեզի ասե։ Ձեզ քարտեզ։ Ադե լենզի դու, պարոն։
Պարոն Փաշյան, մի հատ հարցով էլի ցավդ տանեմ։ Ինչ հարց եղբայր։ Ես այդ Գառնովի գյուղից եմ։ Ես 30 տարի չեմ կարող էլ տունս գրանցեմ։ Սապյանը գիտա։ Մեկ Ջորջանը շիշ լավ եղանակա, հլա մյատեք եք ծապ տանք և տականա։ Շորակալ եմ, որ եք տեղատարապ է Անդրևին եկել եք, շատ բարձր եք գնատում։ Հիմա ավտոբուսի ժողովորդը ծապ են տալիս մաստարայի ժողովորդին։ Մերակ ավտոբուսի ժողովորդը մաստարայի ժողովորդին։ Ջորջան, կաշխատեմ առավելագույնս կարճ լինեմ։ Ես մի քանի կարևոր նորություններին ով ենք մենք մասնակցում ես ընտրարշավին։ Առաջին նորությունը այն է, որ Հայաստանում ավարտին է մոտենում 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիր։ Այս տարվա վերջ մենք կունենանք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ միանգամից կսկսվի հաջորդ 300 դպրոց արդեն իրականում արդեն սկսվել է եւ բոլոր այն բնակավայրերում որտեղ այս ընթացքում դպրոցների կարիք կար եւ չի կառուցվել կամ նորոգվել անմիջապես այդ ծրագիրը կսկսվի դրա պլյուս մեր հաշվարկով եւս 100 մանկապարտեզի կարիք կլինի հանրապետությունում մենք դա նույնպես կարող ենք անել մենք իրականացրել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիրը որտեղ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն է ստեղծվել հաջորդ փուլում արդեն մենք ատեստավորված ուսուցիչներին նորից կամավոր ատեստավորման հնարավորություն կստեղծենք եւ եթե ատեստավորման առաջին փուլում դրույքաչափը 100,000-ից դարձավ 200,000 երկրորդ փուլում ատեստավորվածները կարան նորից ատեստավորվեն եւ դրույքաչափը կդառնա 300,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը հաջորդը զինվորականների ատեստավորման գործընթացը այսօր մեր երկրում 700,000 դրամ վարձատրություն ստացող շարքային զինծառայող կա պաշտպան հայրենիաց ծրագրով հազարավոր երիտասարդներ մոտավորապես 4,000 եւ ավել երիտասարդներ հիմա թիվը շատ ճշգրիտ չէ հազարավոր երիտասարդներ ծառայում են որպես պայմանագրային զինծառայող ովքեր պետքա ժամկետային գնային եւ եթե նախկինում ծնողներն էին իրանց փող ուղարկում հիմա այդ տղեկն են ամիսը 300,000 400 500 ընդհանուր 600,000 փող իրանց տուն են տանում եւ ապրում են իրանց տներում եւ այսպիսով մենք մուտք ենք գործել պրոֆեսիոնալ բանակ ունենալու շատ կոնկրետ ճանապարհ ես նաեւ հույս ունեմ որ ձեզնից շատերը մայիսի 28-ին կգան եւ ներկա կլինեն Հանրապետության հրապարակում եւ կտեսնեն թե վերջին տարիներին բանակում ինչ փոփոխություններ ա տեղի ունեցել, ինչ սպառազինություններ ենք ձեռք բերել մենք եւ իմիջայլոց ես հանձնարարել եմ որպեսզի չստացվի որ սենց բերում ենք արագ ձեր աչքի առաջով սենց կա չէ սենց զարակ անցկացնում ենք տանենք որ լա չջոգեք ինչ կատարվել դրա համար ես հրահանգել եմ որ Հանրապետության հրապարակից դուրս ա գալու հետո շարասյունն է գնալու ատենց երկար կանգնի Տիգրան մեծ պողոտայում մի ամբողջ օր կկանգնի մինչև բոլոր քաղաքացիները գան, տենան, աչքերները կշտանա, համոզվեն, որ ամեն ինչ տեղում է նոր կտանենք իրանց զորանոցներ բայց այդ ամեն ինչը ես էլի ուզում եմ ընդգծել որ այդ ամեն ինչը արվում է խաղաղության եւ ոչ պատերազմի համար բանակի բարեփոխումներով ժողովուրդ ջան մենք պատերազմի չենք պատրաստվում մենք խաղաղության ենք պատրաստվում, որովհետև նա խաղաղությունը հաստատված է եւ երկրորդը
պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը միշտ գայթակղություն է ագրեսիայի համար։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ մեր երկիրը երբեք, այլև երբեք ագրեսիայի համար գայթակղիչ չլինի, այլ ընդհակառակը հստակ լինի, որ մեր երկիրը կարելի ագրեսիա անել եւ այս process-ը մենք շարունակվելու ենք եւ այն մենք չենք թաքցրել, ասում ենք, ընդունում ենք, որ մենք ունենք օկուպացված տարածքների խնդիրներ, բայց դուք համոզված եղեք, որ այդ հարցերը սահմանազատումով կկարգավորվեն եւ դե յուրե դրանք արդեն իսկ կարգավորվել են, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացված է, այսինքն ունի իրավական պարտադիրություն, սա կարևոր է։ Նախատեսված է, որ Ալմատայի սկզբունքն է, բազային սկզբունքը երկու երկրների սահմանների սահմանազատման համար։ Սա նշանակում է, ինչ որ խորհրդային միության ժամանակ եղել է Հայաստանի Հանրապետությանը, ամբողջությամբ եւ լիարժեք կլինի Հայաստանի Հանրապետությանը, բայց սրան շարունակություն էլ ունի, ժողովուրդ ջան։ Սրա համար մենք պետք է արձանագրենք, որ ինչ որ խորհրդային միության ժամանակ եղել է Ադրբեջանինը, սահմանազատման արդյունքներով ժողովուրդ կլինի, դուք գնացեք տներով, ես կխոսամ, էլի ստեղ։ Հադե թրջում եք շիլն էլի։ Ժողովուրդ ում եթերը դրած է, գնացեք ձեր տներով նստեք, մի բաժակ չայ դրեք, ես ում եթերով կխոսամ, դուք եք կլսեք։ Բա տենց ոնց կլինի։ Ես կատակ չեմ անում, ես տեղ կմնամ, գիտեք չեմ անի, գիտեք կատակ եմ անում, գիտեք որ կանեմ, գիտեք որ կանեմ, վստահում եք որ կանեմ, դե իմից տուգում եմ, վստահում եք թե չէ, դե որ վստահում եք գնացեք տներով, չէ դե գնացեք տներով, հեռախոսները միացրած գնացեք և նույն ձևի կշարունակեմ ելույթ ունենալ, չեմ կրճատի ելույթս, գնացեք տուն մի թրջվեք։ Էսի բարիք է, այո, էսի բարիք է, վերջապես գարու տեսանք, բա սրանց լավ բան, ջան, արա մաստարայի անձրևը ուրիշա մաստարայի անձրևը, մաստարայի անձ, չէ, երեխեք դուք գոնե գնացեք տուն ձեզ ասացի տուն գնացեք, Այդ որ առողջության ապահովագրություն կա, դա չի շարքում, որ պետք է հիվանդանաք ժողովուրդ ջան։ Առողջության ապահովագրությունը, թոշակների ավելացումը եւ այլն եւ այդպես շարունակ, բայց չեք գնում տուն հիմա ժողովուրդ, ես չեմ հասկանում։ Ուրեմն կարճ պետք է կապեմ, որ չթրջվեք։ Ուրեմն, բայց այս ամենով հանդերձ ամենակարևոր ասելիքը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն, ժողովուրդ ջան, հաստատվել է խաղաղություն եւ այդ ձեզ բոլորիդ, մեզ բոլորիս այդ առիթով շնորհավորում եմ։ Եվ այս ընտրությունները շատ էական են խաղաղության առումով, որովհետև հիմա շատ է քննարկում մասնավորապես հետևյալ հարցը. ի վերջո Հայաստանում խաղաղություն կա թե չկա, շատերն են դա շատերը չէ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը դա կասկածի տակ է դնում, ասելով որ թե չգիտենք կա թե չկա, վստահելի է թե վստահելի չի, ըլլող է թե չըլլող է, լինող է թե չի լինող չի, բայց ես եկել եմ ասելու, որ խաղաղությունը այո կա, խաղաղությունը գոյություն ունի, եւ այդ խաղաղությունը մեր 9 ամսեկան է մեր խաղաղությունը, եւ ես 9 ամսեկան խաղաղությունը, որ ասում եք գնացեք չէիք հավատում, դե թրջվեք, եւ ես 9 ամսեկան խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ, Ժորժ ջան, երբ որ երեխան 9 ամսեկան է, ինքը 9 ամսեկան է, ինքը կա, ինքը գոյություն ունի, ինքը մարդ է, ինքը անհատ է, ինքը ունի անուն, ազգանուն, հայրանուն, ինքը քաղաքացի է, եւ այն տներում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, ահա այդ տներում 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ամենակարևոր անդամը, համաձայն եք 9 ամսեկան երեխան, եւ այնտեղ որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ
ընտանիքում այդ 9 ամսական երեխան, այդ ընտանիքի ուրախությունն է։ Նույնն էլ մեր խաղաղությունն է։ 9 ամսական է մեր խաղաղությունը եւ մեր ընտանիքի Հայաստանի Հանրապետության ամենասիրելի երեխան է խաղաղությունը եւ մեր ուրախության հիմնական աղբյուրն է խաղաղությունը։ Բայց ինչպես 9 ամսական երեխան, այդպես էլ 9 ամսական խաղաղությունը չի դիմանա, չի ապրի, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք։ Եվ հետևաբար առաջիկա ընտրությունների ամենակարևոր խնդիրն է նա, որ մենք գնանք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնենք խաղաղությանը։ Այսօր շատերը պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, թե գիտեք ինչ, մենք մեր 9 ամսական երեխային չենք կարա տիրություն անենք։ Եվ նրանք ասում են, դե երաշխավորներ պետք է լինեն, ես պետք է լինեն։ Եվ դա գիտեք ինչի է նման։ Դա նման է, որ նրանք ուզում են, որ մենք մեր 9 ամսական երեխային հանձնենք ուրիշի խնամքին, հանձնենք որբանոց, հանձնենք որբատուն։ Բայց մենք իրար հետ դա չենք անելու։ Եվ ես համոզված եմ, որ դուք բոլորդ եւ հույս ունեմ, եւ կոչ եմ անում, եւ հորդորում եմ, եւ խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնանք ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք ապագային եւ տեր կանգնենք անկախությանը։ Եվ ուրեմն 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում գնում ենք ընտրական տեղամասեր հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք